Գալու եք չեն տրության։ Այո, անպայման։ Կսպասեք սիրով։ Կարդացեք ծրագրերը ու կուզեք նրան ընտրեք։ Պարոն Մեխակյան, իդեպ եկեղեցու մասին ասացիք, որ 7-րդ դարի եկեղեցի է հիմնանորոգվելու, դրա հետ կապված նույնպես մեղադրանքներ կան, որովհետև Էջմիածինը գիտեք, որ հոգևոր քաղաք է, իսկ հիմա եկեղեցի եւ կառավարություն հարաբերությունները մեղմ ասած լավ չեն, անգամ վարչապետը ազգային ժողովի ամբիոնից բոսյակ եւ նման բառերով է անվանում հոգևորականների, որոշ եկեղեցականների, սրա հետ կապված ինչ կասեք, ձեր սրտով է այս պատերազմը։ Ընդհանրապես ես կարծում եմ որևէ մեկի սրտով չի, եթե կա արճակատում, բայց դա լավորից չի նաև այն հոգևորականները, որոնք նման կյանքով են ապրում, ես չգիտեմ ոնց կարելի է ուրիշ ձև բնութագրել, այսինքն հոգևորականը կարող է իրեն թույլ տալ կառավարության անդամին, կառավարության ղեկավարին ինչ ասես ասի, ինչերի մեջ ասես մեղադրի, տերորիստական ակտ կազմակերպման մեջ մեղադրվի, բայց հակադարձում չլինի։ Կանանչար գոնե։ Քեֆ Լավ է, ոչինչ, ախպեր, գոնց է։ Ոչ շատ արագ չեն քշում։ Չէ, լավ է, հանգիստ։ Մենակ էլ մի բանը մնաց, ընդ որ անենք լավ։ Կանենց։ Այս անկյունի։ Ստոլբեն ախպեր։ Հա, կանենք։ Գարցվել է։ Ձեզ համար պարոն Մեխակյան, կտրիչ Ներսիսյանն է թե Ություն եմ խնդրում էլի, այդ պրիմիտիվ խոսույթը, ասենք մեր ընդհանրապես այս հանդիպումը ոչ կտրիչ Ներսիսյանի մասին է, ոչ եկեղեցու մասին է, մարդիկ բերեն են, սա դարձրել են, այսօր ասած մատի փաթաթան ու մեզ, չգիտեմ, ուզում են մի ուժից փրկել եկեղեցին, որը որ ամենաշատ միջոցներն է ներդնում, ուրեմն փլված եկեղեցիները մեր սրբություններն ու մեր արժեքները վերականգնելու համար, որի վառվկան այսօր Այգեշատ գյուղում 7-րդ դարի թարգմանչած վանքի վերականգնման աշխատանքներն են։ Այս քարոզարշավի հետ կապված մի բան էլ ճշտենք ու ավարտենք, հա, պարոն Մեխակյան, հեծի մասնաճյուղի տնօրենի մասնակցությունը նույնպես եղել է ընդմիջման ժամին, ժամը 1-ին միացել է մեզ, 2-ին 15 պակաս հեռացել է։ Արձակուրդի խնդիրը Չէ, ինքը ընդամենը ընդմիջման ժամին օգտվել է իր ընդմիջումից եւ մեզ կարճ հատվածում միացել է մեզ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ ենք, շատ լավ ենք։ Ապրեք։ Սպասում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Պայման։ ապրեք շատ։ Լավ մնացեք, ձեզ լավ օր։